Ամանորյա բլոկ, մաս, երորդ։ Ինչ ունենք անելու, ոչ մի բան չենք ասում, ընդհատիկ նայեք, տորտ թխել, բլինչիկ չգիտեմ ինչ էր։ Նրբաբլիթ, նրբաբլիթներ կարճ ասած, բլոկ նայեք։ Ահա, այստեղ Կարինկայի պատրաստած եւ պատվիրած գնոմիկները, դե ինչպես ասում են, թզուկներ, էլի, տեղադրեմ, նոր անցնեմ խոհանոցային աշխատանքներից, որ լինի ամանորյա տրամադրություն։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ամենակարևորը Կարինկայի գնոմիկը, իսկ հայերեն տարբերակով երևի թե ճիշտ եմ հասկանում թարգմանությունը կոչվում է թզուկ, այսպես թող նստի այստեղ ամանորյա տրամադրություն առաջացնենք, իսկ իմ գլխարկը արդեն ասում է ամենը, այսպես տոնական տրամադրված, ճիշտ աշխատանքից եկած մի փոքր հոգնած, որ կարելի էր քնել, կցանկանայի տիս Эти цукерки, восхитись. Կարինկան ծիծաղ մաչի թողում նկարեմ կյանքս Восхитись, ախր։ Ներվերս կերավ արդեն, ինչ է ասել, մորացա Восхитись. Ճիշտ ասած դերևս քունս Ճիշտ ասած դերևս կքնեի մի լավ, բայց ժամանակ չկա, անցնենք առաջ, այսպես տոնական տրամադրությամբ Կարևոր գլխարկը դուրս դեմք պապերին ես։ ու Կարինկան իմ կյանք ուտմա չի թողում ոչ մի բան անեմ, ներվերս կերավ արդեն Այսպես ամանորյա տրամադրությամբ, մի հատ նորից ասենք Ձմեր պապիկի գլխարկով, այս տեսքով անցնենք առաջ, ինչ ենք անում, ժամանակ չկա, շատ երկար խոսեցինք Այստեղ պատրաստում ենք բլինչիկը, բլինչիկի լիստերը դերևս կպատրաստենք Քիչ անց ամանորյա սեղանի ամենագլխավոր տորթը, որը լինելու է ձիու պատկերով Հիմա տեսեք, Կարինկան չգիտեմ ինչ ա ուզում ինձանից, կյանքս կելա, ասում անենց արա, քանի որ հրեղեն ձիու տարի է, այսպես ուր ա ուզում, կրակ ա ուզում, այդ տորթ մեջից ուզում կրակ դուրս գա Ես չգիտեմ ինչ պետք է մտածեմ, որ ձին լինի հրեղեն, այսինքն տորթի մեջ ինչ-որ կրակ երևա Ինչ մտքով անցնիկ ուզի ինձանից Կարճ ասած, հիմա կպատրաստենք բիսկվիտները նույնպես Այդ ամենը ինչը կհասցնենք կանենք, հետևեք, ընթացքում կխոսենք, հեսա Կարինկաները կվերջացնի իր չարաճճիությունը այնտեղ, մատնե հարդարում անում, մենակ տեսնեք, կյանքս կերավ, ինքն էլ կմոտենա, կմիանա ինձ ու այստեղ կսկսվի քաոսը, գնացինք առաջ։ Քանի որ այստեղ ամենը արդեն պատրաստ է, քիչ առաջ տեղադրեցի, մի փոքր պատրաստեցի, անցանք շարունակությանը։ Իսկ ընդհանրապես բոլորս գիտենք, բլինչիկների հիմքը ո՞րն է։ Կաթ, ալյուր, ձու, այստեղ կար մի այսպես տարբերակ, ես հիշում եմ 3, 2, 1 Այսինքն 3 բաժակ կաթներ, 2 բաժակ ալյուր, 1 հատ ձու, բայց ես այդ հիմքը չեմ օգտագործում Պարզապես կարելի է տրամաբանել տրամաբանությամբ ես կպատրաստեմ, աչքաչափով ինչպես որ ասում ենք, անպայման մի փոքր ձեթ եմ ավելացնում, շատ քիչ պտղուն սոդա, դե ընդհանուր երկար բարակ չասեմ, եկեք անցնենք աշխատանքի պատրաստեմ բլինչիկը ու հա, հիշենք, որ առաջին լիստը պատրաստում ենք Եվ խորհրդանշում ենք տարվա սկիզբը, եթե առաջին լիստը ամբողջությամբ առանց վնասվելու դուրս է գալիս, նշանակում է այդ տարի շատ լավ տարի է լինելու։ Այդ պահը կփորձենք։ Հիմա անցնենք խմորի պատրաստմանը, գնացինք։ Դե ինչ, մեր բլինչիկի խմորը, ինչպես ասում ենք, պատրաստ է, իհարկե ոչ ժեփած վիճակով, պարզը հասկանալի է։ Այստեղ ալյուրը մի փոքր ավել ես ավելացրեցի, այսինքն աշկաչափով անընդհատ հարում եմ, տեսնում եմ, որ պետք է ինքը ոչ թե շատ ամուր, ոչ էլ շատ ջրիկ տեսակ լինի, այսինքն մի փոքր ծորուն, որ լավաշի լիստերը, հատիկները շատ լավ դուրս գան։ Եվ ինչ, վերցնում ենք թավան, այնտեղ ունեմ մի քանի թավայի տարբերակներ, մի քիչ տեսքը հին կամ միջին շուտվա օգտագործած, ինչպես ասում ենք, բայց ունեմ գրիտ նորը, այս տարբերակը, ճիշտ ասած դերևս չէի փորձել բլինչիկի համար, հիմա կփորձենք տեսնենք ինչ որակ ունի։ Խոսքը այս թավայի մասին է,
Նվեր եմ ստացել անցած ամանորին, բայց դեռևս չեմ օգտագործել։ Նվիրել եմ իմ աղջիկը, եւ հիմա ես այն կօգտագործեմ, տեսնեմ իրոք չկպչուն լավ որակն է, թե ոչ։ Եկեք փորձենք այն։ Այսպես միացնենք, դնենք այն թող տաքանա։ Բայց միևնույն է, սկզբնականում ես Z-ի տարբերակը կօգտագործեմ մի փոքր, թող լինի յուղոտ սահուն, այնուհետև տեսնենք ինչպես է ստացվում։ Դե ինչ, եկեք փորձենք առաջի հատիկը, առաջի լավաշը, տեսնենք 2026 թվականը ինչ տարի է խոստանում մեզ, ասում են մեր տատիկները հնուց վաղուց ասել են, երբ որ առաջի հենց լավաշի հատիկը դուրս է գալիս անվնաս, չվնասված, նշանակում է շատ լավ տարի է լինելու։ Լավ, եկեք առաջինը փորձենք, գնացինք։ Դե ինչ, այսպես մենք խմորը ունենք պատրաստը, այստեղից վերցնում ենք, տեսեք ինչ հետարքի շերեփիկ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ որտեղից ով ա նվիրել, ինչպես է իմ տանը հայտնվել, շատ հարմար է խմորը լցնելու համար։ Նախկին տարբերակներում ես սուրճի բաժակ էի օգտագործում, բայց տեսեք ինչ հարմարավետ է, աշխատենք սրանով, անպայման շատ քիչ կաթիլ ձեթ կավելացնեմ, անկախ ամենից ձեթոտ։ Եվ այսպես փորձում ենք առաջին լավաշը։ Իմիջիալոց անընդհատ հարում եմ, դուք էլ գիտեք, չէ՞, տակի մասը, այդ ալյուրի տարբերակը նստվածք է ստանում, մենք պետք է անընդհատ հարենք, թանձր մասը բարձրացնենք վեր եւ արդեն սկսենք աշխատելը։ Փորձենք Աստված առաջ, թող լավ օրնված տարի լինի մեզ համար։ Ես անմիջապես մեր տան անդամներով այնքան եմ սպասում այդ տարվանը, որպեսզի հաջորդ ամանորին մեր փոքրիկ ձագուկը մեզ հետ նշի եւ համտեսի մեր պատրաստածները։ Բոլոր ընտանիքներում թող լինեն լրացումներ, բալիկներ, ճուտիկներ, ձագուկներ, աշխարհի ամենակարևոր ուրախությունը, երջանկությունը։ Աստված թող օրհնի, Աստված առաջ։ Դե ինչ փորձում ենք։ Այսի 2026 թիվը լավուն չենք նշել, թվականն ենք անում, հեսա կհասկանանք արդեն։ Այսպես լավ ծածկի, մի փոքր ծակոտիները չեն խանգարում, հիմնականում այսպես անպայման մի հատ ափսե եմ այստեղ տեղադրում, սա դնենք իրա վրա։ Հա, այստեղ բոշ ենք պատրաստում, միսն է եփվում, այսպես թողնենք այստեղ մեզ չխանգարի, եւս մեկ ափսե, այսպես շրջած տարբերակով, որ բլինչիկի լիստերը, հատիկները մենք հանենք այստեղ։ Երակրի փայտեր են ասում, ֆուրշետի եւ այլն օգտագործում եմ սննդի մեջ, ես անընդհատ այս ամենը օգտագործում եմ։ Դե ինչ, հիմա փորձենք փայտիկով։ Երևս առանձնանում է կողքերից, շատ լավ է, հələ որ տեսնենք։ Հիմնականում միշտ առաջի լիստերը վնասված է դուրս գալի, տեսնենք կարող ենք այնպես անենք, որ չվնասվի։ Ստացվեց, իրականից ստացվեց։ Փաստորեն թավան շատ ընտիր է։ Ես հասկացա, հավատացի, որ այս թավանները շատ լավն են, ես առաջ անգամ եմ փորձում թավան։ Իրոք արժեք։ Ստացվեց առաջի շերտը, հիմա ընդհանուր կհանենք, բայց ես կփորձեմ, քանի որ առաջինն է, չեմ ուզում փչանա, վախեցել եմ, որ հանկարծ չվնասեմ, ձեռքով կտեղափոխեմ։ Աստված օրհնի, այսպես ենք անում, չէ՞։ Դե ինչ, անցնենք առաջ մնացածը պատրաստելու։ Դե այստեղ էլ ցույց տամ Կարինկային։ Իր մատնեհարդարումով է զբաղված, այսպես աշխատանքային վիճակ, այս բարիստոյկա, բարի հարթակի հետ կապված ամբողջ իր նյութերն են դասավորված, ասեք աշխատում է, ոգևորված, չգիտեմ ինչ է, ահա։ Ես իմը կթողնեմ մի փոքր ուժ։ Ահա, Կարինկան, այսպես լավ, անցնենք աշխատանքին։ Իմ ամանները տրամադրեցին եւ մոտ, չէ՞։ Հեռախոսի չէ խորից նայ, խաղալիքներով։ Լավ, անցնենք արագացնենք, վերջացնենք, քանի որ դեռ դեկորներ ունենք պատրաստելու, այնքան շատ աշխատանք կա կատարելու, որ էլ ասելու չի։ Ընթացիկ շատ արագ էր որոշեցի մի հատ բորշ պատրաստեմ, տավարի մսով բորշ, որը Կարինկան շատ է սիրում, այսինքն օրվա հաց ուտելու ճաշ էլի։ Էս էլ հետը ասեցի նկարեմ, հավել ձեզ կզբաղեցնեմ, կտեսնեք ինչ եմ անում։ Մի հատ նայեք ինչ իրավիճակ է ինձ մոտ, մի ձեռքով բլինչիկ, մի ձեռքով բորշ եմ պատրաստում, այսպես տան կնոջ խառը վիճակներ, որ մի կերպ հասցնեմ։ Բլինչիկի լիստերը պատրաստ են, ինչպես ասում են, նրբաբլիթներ, չգիտեմ ինչ տարօրինակ անուններ, ոնց կուզեք, այնպես էլ ասեք։ Արդեն պատրաստ են, այսքանը, ես գիտեմ, ասելու են, էլի քիչ է, նորից պատրաստ է, երևի մի 2 կամ 3 այսքան, ժամանակս տեսնեմ ոնց կբավականացնեմ, վերջ այն պատրաստ է, նրանց ասում եմ
սովորական այս պոլիէթիլենային տոպրակով թողնում ենք սառնարանում հաջորդ օրը կամ մի քանի օր անց արդեն միսը կպատրաստենք, կփաթաթենք, այսպես անցնենք հաջորդ գործերին։ Իսկ սա տեղավորենք սառնարանում։ Դե ինչ հետևորդներ ջան, այստեղ արդեն ամենը դասավորված է, ինչ ենք անում։ Արագ պատրաստում եմ տորտի բիսկվիտները։ Քանի որ ձիու տարի է լինելու, հրեղեն ձիու տարի, որոշել եմ պատրաստեմ տորտ ձիուկ, այսինքն ձիուկ, փոքր ձիուկ թե մեծ ձիուկ, կտեսնենք ինչ է ստացվում։ Իսկ այդ ընթացքում մինչև կհասնենք ձևավորմանը, ինչ տարբերակով կմտածեմ, ինչպես կլինի, կարճ ասած առայժմ միայն պատրաստում եմ բիսկվիտները 6 ձվանի եւ 3 ձվանի տարբերակներով։ Ընթացքում ինչ որ հետարքի բաներ կան կբացատրեմ, պատրաստի բիսկվիտները կպահենք արդեն սառնարանում, ասել եմ չէ, տեսանյութերում կա ինչպես կարելի է պատրաստել, այնպես չէ որ կարող են ասել շուտ է, դեռևս հիմա պատրաստել եք, այդպես չի լինում, այո, լինում է ինձ ծրագրերում կա, որ բիսկվիտը հիմա կարող են պատրաստել եւ պահել սառնարանում։ Քանի որ հետո իմ ժամանակը ընդհանրապես չեմ կարող բավականացնել։ Դե ինչ, գնացինք բիսկվիտի պատրաստմանը։ Երկու բիսկվիտ տարբերակներ, մեծ եւ փոքր։ Ձևավորման ընթացքում ելի կնկարահանեմ, ցույց կտամ, թե ինչպես ենք ստանում ձիու տարբերակը։ Այսպես, 6 ձվանի բիսկվիտի տարբերակի համար ընտրեցի 7 ձու, քանի որ ձվերի չափերը բավականին փոքր էին, որպեսզի լրացնեմ 6 ձվի քանակի չափը։ Այնուհետև ավելացնում եմ շաքարավազը, ընթացիկ ալյուրը, ըստ ցանկության վանիլին եւ այսպես շարունակ, ասել եմ չէ, իմ էջում, իմ YouTube-յան ալիքում կա իրական բացատրությունը ճիշտ եւ որակյալ բիսկվիտ ստանալու համար։ Այստեղ ժամանակ չկա այդքանը բացատրեմ։ Պարզապես նայեք ընթացիկ իմ աշխատանքին։ Մեր բիսկվիտները պատրաստ են ամանորյա տորտի համար, տեսեք երկու տարբերակները, իդեալական, ուղղակի ձեռք տար չի լինում, լավ իմաստով, ինքան փափուկ են, քիչ ամնում պոկեմ ուտեմ, այս կոմը մի փոքր այնտեղ կացայից անելուց վնասվեց, ավելի լավ, որպեսզի միջուկը տեսնեք, մի հատ նայեք ինչ միջուկ ենք ստացել, մի հատ միջուկի որակը նայեք, էլի։ Իսկ բիսկվիտների որակի թխման այդ ամբողջ գաղտնիքի ու ծրագրերի մասին գիտեք, իմ էջում կա, կարող եք մտնել խմորեղենների բաժին, այնտեղ գաղտնիքով ծրագրով ամբողջը տրված է։ Հիմա ժամանակ չկա, որ առավել մանրամասը ամբողջը բացատրեի, պետք է արագ-արագ պատրաստվենք, ոչինչ չեմ հասցնում, չեք պատկերացնի։ Երևի կզգաք արդեն որ հոգնած եմ, դեռ շատ գործեր ունենք անելու, հաջորդիվ անցնում ենք դեկորների պատրաստմանը, տան ձևավորմանը, այնտեղ դետալներ, ամանորյա բարձեր, չգիտեմ ինչ որ ձևավորումներ կարճ ասած ընթացքում կտեսնենք։ Դե ինչ, կթողնեմ հիմա կսարճի, սովորական ցելոֆանե տոպրակով, ինչպես ասում ենք պոլիէթիլենային տոպրակով, այն կծածկեմ եւ կպահեմ սառնարանում, հատուկ ջերմաստիճանում, որտեղ որ ամբողջությամբ չսառի, ինչպես ասում ենք սառույց վիճակ չառաջանա, բայց ոչ էլ տաք, որ համը փոխի, ինչ որ հնանա, այդպես բան չի լինում։ Այս տարբերակը, ինչպես իմ խմորեղենների բաժնում կա, մտեք, դիտեք, սովորեք, հնարավոր է պահել, անգամ 2 ամիս չզարմանաք։ Մի փոքր ավելի որ ճիշտն ասենք, քանի որ ճիշտ պահպանման ձեր գոյություն ունի։ Քանի որ հրեղեն ձիու տարի է եւ մենք սպասելու ենք մեր փոքրիկ հրեղեն ձիուկին։ Լեռնամ ես իրա կյանքին։ Լավ, շատ ողջավորվեցի, անցնենք առաջ։ Գործերը շատ են, ոչինչ չենք հասնում։ Դե ինչ, հաջորդիվ Եկեք մի հատ էլ հիանանք բիսկվիտներից, որակով քիչ է մնում, այսպես պոկեմ ուտեմ, բայց չէ, պետք է դիմանամ եւ տեղադրեմ սառնարանում։ Ամանորին մոտ կտեսնեք իմ կատարած ձևավորումը այս բիսկվիտներով, ձիու պատկերով։ Մի փոքր անց Կարինկան որոշեց ինձ օգնի ամանորյա դիզայներական բարձերը, ինքնուրույն կարի, որ ամենը հասցնենք, չնայած այս թեմայի հետ կապված առանձին ունենք նկարահանումներ, որտեղ ի սկզբանե կտեսնեք ինչպես ենք ձևում, ինչպես ենք պատրաստում բարձերը, ինչ դետալներ կան, այսինքն այս աշխատանքի հետ կապված ավելի մանրամասն տեսանյութ դեռևս կտեսնեք։ Իսկ շուրջ բոլորն էլ մեր տան բոլոր անկյուններում ձևավորման դետալներ են փռված, թափթփված կարելի ասել, քանի որ պետք է սկսենք կատարել աշխատանքներ, հասկանանք որը որտեղ պետք է տեղավորենք։ Մի հատ Կարինկայի տոնական տրամադրությունը տեսեք, երևում է անգամ իր հեռախոսի պատյանից։ Դե ինչ, մեր ամանորյա ձևավորման, որը պետք է տեղադրվեն բազմոցների աթոռների վրա, բարձը պատրաստ է։ Տեսեք ինչ շքեղ տրամադրություն է առաջացնում, դեռևս այս մեկը։
հաջորդ օրն է հագնվել են գեղեցիկ թիթիզ մեզ ենք ցուցադրում, քանի որ պետք է գնանք կանանցի կոնսուլտացիա։ Այսինքն զանգահարել են եւ ասել էին հղի մայրիկներին, հիմնականում առաջնածին հղիներին հրավիրում են սեմինարի։ Շատ հետաքրքիր է, ես այսպես բան չէի տեսել, դե բնականաբար ես ու Կարինկան գնում ենք հղիների համար նախատեսված սեմինարի։ Այնտեղ բժիշկը ինձ ասում էր Կարինե ջան, դու էլ անպայմանարի մարդ ես, էլի կարող է հավեսի ընկնես։ Դե ինչ, գնացինք, ժամանակ չկա։ Ես արդեն Կարինկայի էներգիայից պատկերացնում եմ նախապատրաստված, թե ինչքան ու ինչ հարցեր ա տալու բժշկին, որ չկարողանան պատասխանել։ Դե ինչ, մենք արդեն ծննդատան ենք կանանցի կոնսուլտացիայում, բայց դե Կարինկան դերևս ուտելով է զբաղված, սպասենք ուտի վերջացնի, իջնենք մեքենայից։ Յողջիկ երեխային եք է դիմավոր են, ճնվելով, Մենք էլ կգանք որոշակի գույնի փուչիկներով էլի դիմավորելու, իսկ ինչ գույն, չեք իմանալու, համբերեք միջև տրնդես ժողովուրդ ջան։ Եթե 13-14 շաբաթ ակա, ճիշտ է։ Հիմա նախ առաջին սկսենք հղիությունից, ոնց հասկանանք, որ մենք հղի ենք։ Մեր մասնագետ բժշկուհին Կարապետյան Սյուզաննան էր։ Իրականում ես հասկացա, որ անկախ երիտասարդ տարիքից շատ գրագետ մասնագետ է։ Երկել եմ Պետք է ուտեհուն ունենա բեղնավորումը այստեղ, ինքը օրեկով պետք է հետ գա արգանդի խորոջ եւ այստեղ նոր իմպլանտ անցի մտի պարտի մեջ, որտեղ արգանդն է նախատեսված, որ ինքը մեծանա, տեղավոր այդքան։ Եթե ինչ-ինչ պատճառներով կարևոր չի ինֆեկցիա է։ Ասել էի, չէ՞, տեսեք, Կարինկան անցավ գործի։ բան հասկացի, բայց դա նորմալ բարեր չի, այսինքն դա արդեն նկատվում է աուտիզմի ախտանիշներ, չէ՞։ Ну, եթե դրել են ախտորոշումը, որտեղ գինեկոլոգը չի դրող ախտորոշումը։ Նման դեպքում պետք է պեդիատր անպատասխան հոգեբաններ են։ Եթե ախտորոշումը դրվեց օրինակ աուտիզմը ցավոք սրտի ինչ որ ձեր կահարիչում եք դրելով ընտրանում։ Իրոք շատ ճիշտ էին, տեղին էին եւ գրագետ նման սեմինարները։ Կասեմ նաեւ շատ ողջունելի, պետք է այն հաճախակի լինի։ Հասկանում եք, դու եթե քո սկրինինգը շեղված է, դու պրոստը մտել ես այդ մեծ հավանական Ես էլ թեմոյի պատվերը հեսա անբոքսինգ ենք անում իրար հետ, որովհետև եկել է մեր տոնածառի խաղալիքները, սեղանի համար ծյուլը, որ սիրուն դիզայն անենք ու մեր համար ականջողեր։ Քանի որ տունը չէինք, ստիպված առաքիչը վարոտից ներս ակցել, որովհետև մենք այդ ժամանակ արդեն սեմինար էինք, եկեք գնանք տուն ու իրար հետ անբոքսինգ անենք, տնանք ինչեր է եկել։ Ուրեմն unboxing, մենք եկանք կանանց կոնսուլտացիայից, ընթացիկ թո պատմի Կարինկան, ինչպես է սա մեզ հասել պատվերը, ինչ կա այնտեղ, ես գործից ուշանում եմ, բայց Կարինկան ցանկանում է սա էլ նկարենք, տեղադրենք, ընթացիկ մնացածը շարունակություն է, Կարինկան հիմա կներկայացնի։ Հիմա unboxing ենք անում մեր տոնածառի խաղալիքները, ճիշտ ասած մենք քանի որ տանը չէինք, ստիպված առաքիչը ներս ակցել կարելի ասել։ Պատի վրայից, Փարիսի վրայից գցել է։ Որ հանկարծ մեր շունները չոշոտի։ Ասեցի շակոմը չգցես գամ դրանք հասել unboxing արաշուն ասել։ Ես ինչ փոջուր է եկել խաղալիքները, Ո՞ր ես ասում եմ։ այ շատ պտիկա։ Բայց իմ գնայվի։ Իրականում ես շատ գրադարանքներ չեմ ուզում, որովհետև տոնածառի տեսքը արդեն շատ ճոխ է։ Բացի։ Այստեղ շատ եմ պատկերել։ Հա, այստեղ ծյուլն է արդեն, կրկին գործը երանգի մեջ եմ պատկերել։ Էլի խաղալիքներ։ Մի հատ նայեք, ես ինչքան մեծ խաղալիքներ ա եկել, էսի որ կահենք տոնածառի վրա, տոնածառը շուր ա գալու։ Այսպես, մի հատ նայեք ինչքան շատ են ու մեծ են։
Ահա, շատ մեծ։ Նա մի րոպե, կարող է ականջովից էս սրանք գնա։ Ավելի շատ ականջով է ստացվում։ Հա, սա այդպես։ Բայց սիրուն այնքը շատ է տարբեր տեսք ստանալու։ Օ, չէ։ Հələ մի րոպե ինձ շատ ցույց տամ, էլի հետաքրքիր է։ Եթե շատ է դրսի տոնածառներին եմ կարող սրանից։ Իրականում շատ մեծ է չափսը, շատ ես խապնվել եմ չափսին։ Հեսա մեծ։ Ինչ մեծ է էսի։ Հա։ Սա արդեն մեր ականջովերն են ամանորյա դիզայներով։ Վայ, դիտի կախել եմ մենականջի։ Բայց սենց իրականում ականջովներ իրականում ավելի սիրուն է եկել, քան նկարում էր։ Հաստորեն տարբեր չափերի են, սրանք մեծ է։ Արդեն մեր ականջովերն է։ Շատ սիրուն է։ Այդ օրը դուք կտեսնեք, չեք պատկերացնում, թե ինչ ձև ենք հագնվելու, ինչ հետաքրքիր է լինելու։ Դե բնականաբար թեմայի մեջ։ Շատ սիրուն է։ Մի հատ նայեք, մեծ եւ փոքր են, ունեց որ չեն խափել, էլի։ Այստեղ շատ է պատվիրած, տուփերով առանձին են, կան մասներ, որոնք որ փոքր են, կան որոնք որ մեծ են իրականում։ Բայց երանգը շատ է պատվիրած։ Լականջովների նայեք, իսկ այդ օրը մենք հագնվելու ենք ամանորյա միանման, դա թողնենք անակնկալին։ Սա ժապավենի համար ենք պատվիրել, կրկին բորդո երանգի մեջ։ Ոնց հասկանում եք, մեր տոնածառի զարդարանքը ամբողջությամբ լինա բորդոյի մեջ ու բավական լավն է եկել որակը։ Ահա, ինչ են ասում, զամ շատի բանդիկներ դեռ պետք է պատրաստենք, սենց ինչ հետաքրքիր դետալներ։ Ես սիրում եմ, որ լինի զամշից կամ վիդուրից։ Շատ լավ է։ Ունենք կարող կրկնակի բանդիկ հավաքենք։ Բայց իրականում շատ լավն է։ Ու ամենակարևորը ու երանգը բավականին լավն է եկել, ես չես սպասում, որ շատ սիրուն է։ Այս մտածում ենք կամ այս ֆարմի երանգի մեջ կամ բորդո, բայց քանի որ խաղալիքները բորդո է, այսինքն ավելաբար բորդո ես կգա Շատ սիրուն է։ Դարաբան, դինամաշիկ։ Սա ինչ է, հիմա կարինքան կբացի կասի ժողով։ Նայեք ամբողջ բորդոյի մեջ է պատկի։ Սա ծյուլ, հայերեն Մուկ տարբերակը վարդագույն բորդոն, բարդովի ցվետ, ոյ։ Որպեսզի գեղեցիկ դիզայն ստանանք, մեր որպեսզի գեղեցիկ դիզայն ստանանք ամանորյա սեղանին։ Սա այսպես ես ճմրտված տեսքենք տալու մի խոսքով, իմ ֆանտազիային քանի որ չափ ու սահման չկա, դուք այդ ամենը կտեսեք հետագա վլոգների ընթացքում։ Ճիշտ է։ Հասկացաք իմաստը, սպիտակ ծածկոցի վրա, սեղանի ծայրի ստայլ մեջտեղի մասում միայն այս շարֆեր կարելի օգտագործել։ Օգտագործել որպես գլխաշոր։ Բայց հա։ Սա մեջտեղի մասում է դրվում ձևավորումներ, մուկ վարդագույնը, բորդոն շատ սիրուն է։ Մի խոսքով։ Տեսնենք հաջորդից։ Պատվերներ չէ ունեն դեր գալիս ընթացքի մեջ։ Ու այս մասը պատվիրել եմ Վալբերիսից, քանի որ Վալբերիսը քշի սիրում կարնակուրիկը։ Հա, ես չեմ սիրում Վայբերիսին։ Մի Ինչ ապուշ տեղ է։ Ինչ ապուշ տեղ է Վայբերիսը։ մենք ունենք այս ստիլ խաղալիքներ, որոնք լավն է ինքը։ Բայց Սպասեք հաջորդ մեր ապրանքների ստացմանը, որտեղ կտեսնենք դեռ ավելի շատ հետաքրքիր unboxing-ներ։ Դե ինչ, դեռ ամենալավ պահերը սպասվում են առջևում։ Ամանորյա բլոկ 4-5 մյուս տարբերակներ, տեսեք ինչքան հետաքրքիր է լինելու։ իսկ առջևում կտեսնեք մեր տոնածառի վերջնական զարդարման ընթացքը, ինչ տեսք ենք ստանալու ու ինչ գույների մեջ։ Դե ինչ կհանդիպենք բլոկ համար 4